Շատ լավ, առաջարկում եմ ընդունել այս որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու նախագծին։ Այն ներկայացրած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, ձմեռային զորակոչը նախատեսում են մեկնարկել հունվարի 7-ից, այսինքն եթե օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեն, արդեն այս ձմեռ երիտասարդները բանակ կզորակոչվեն 1.5 տարով։ Փոփոխությունները սակայն հետադարձ ուժ չեն ունենա։ Այս պահին ծառայողները բանակում կմնան 2 տարով։ Պաշտոնական պարզաբանմամբ ծառայության ժամկետի կրճատումը պայմանագրային ծառայության գրավչության բարձրացման արդյունք է։ Մասնավորապես Պաշտպան հայրենիաց ծրագրի շրջանակում այս պահին 4220 զինծառայող է որոշել շարունակել ծառայությունն ու աշխատավարձ ստանալ։ Այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ եւ իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով։ Գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմելով կառավարության անդամներին հարցրեց. կարծիքներ կան մեջբերեմ կարևորագույն նախագծի վերաբերյալ։ Ամբողջ դահլիճից արձագանքեց միայն առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանն էլ ոչ թե այս օրերին հնչող մտահոգություններին անդրադարձավ, այլ շնորհակալություն հայտնեց։ Թե առողջապահական տեսանկյունից, թե մեր տղաների կրթական ծրագրերում հետագայում ներգրավելու առումով այս կես տարվա փոփոխությունը ահռելի նշանակություն է ունենալու եւ իհարկե ուզում եմ շնորհակալությունս հայտնել կառավարությանը եւ պաշտպանության նախարարությանը եւ որպես նաեւ ծնող։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, ձեր տղային բարի ծառայություն եք մաղթում, այլ կարծիքներ։ Որևէ հարց չհնչեց, եթե այս նախագծի քննարկումը տևեց 4.5 րոպե, ապա հաջորդի խաղող մթերողներին աջակցություն տրամադրելու հարցի վերաբերյալ կառավարության անդամները խոսեցին շուրջ 25 րոպե։ Քննարկման առանցքում էին մարդկանց ալկոհոլային նախասիրությունները, գինու տուրիզմը, գինեգործության զարգացման հեռանկարները։ Հարցերի ու ելույթների թիվը մոտ 20-ի հասավ։ Շատ հետաքրքիր վիճակագրություն է, բայց տեղը ուրիշ բան են խմում, թե սկսել են քիչ խմել մարդիկ։ Շուկայում սկսել են հայտնվել անհասկանալի խմիչքներ 90-ականների վերջից մինչև 2000-ականների 2010-ականների ծնված սերունդը շատ քիչ է օգտագործում ալկոհոլ, ինչը իրականում լավ է, որովհետև նրանք հասկացել են, որ դրանով ավելի շատ վնասում են իրենց առողջությանը, քան թե օգուտ տալիս։ Բանակի օրենքի փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ ընդդիմադիրներն ունեն։ Ընդգծում են, ժամկետը կրճատելով ըստ էության նվազում է բանակի թվակազմը։ Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է դառնում։ Վերցնել եւ կարճաժամկետ կտրվածքով գնահատել պատերազմի հավանականությունը եւ գնալ այսպիսի փոփոխությունների, սա պարզապես երկիրը խոցելիության դաշտում պահելու ճանապարհն է։ Գործադիրի նիստին նախագիծը ներկայացրած պաշտպանության փոխնախարարն անցած ամիս ընդունեց զինված ուժերը համալրման կարիք ունեն ու նաև այդ պատճառով են վարժական հավաքների մասնակիցներին ներգրավում մարտական հերթապահության մեջ։ Այդ պարագայում ինչպես են իշխանությունները նման քայլի գնում։ Ընդդիմությունն ունի հարցի պատասխանը։ Նախընտրական քայլ է, հաստատվելու դեպքում ծառայությունը կկրճատվի 2026-ի համապետական ընտրություններից ուղիղ կես տարի առաջ։ Իհարկե, առաջին հերթին դիտարկվում է այս որոշման քաղաքական մասը, որովհետև ընտրություններ են եւ պետք է ցույց տալ, որ հետեւում են խաղաղության օրակարգին։ Ինչ ռիսկեր կամ խնդիրներ կառաջանան ծառայության ժամկետը կրճատելուց հետո։ Ռազմական վերլուծաբան Էդուարդ Արաքելյանի գնահատմամբ ամեն բան կախված է, թե արդյոք կլրացվի այդ բացը։ Եթե ոչ, զինծառայողների ծանրաբեռնվածությունը կմեծանա։ Իմ փորձով ասեմ, եթե ենթադրենք մի դիրքում 12 մարդու փոխարեն 9 կամ 10 լինի, բնականաբար զինծառայողների ծանրաբեռնվածությունը կմեծանա, որովհետև նրանք ավելի քիչ կհանգստանան, շատ կհոգնեն։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի ու հաստատվի ազգային ժողովում իշխող քաղաքացիական պայմանագրի ձայները բավարար են օրենքն ընդունելու համար։